Սանկի առարգան է տարե, գալիս է որոշ ժամանակ, որ ինչի համար, որ այդ մարդուն դուք բամբասում եք, ծիծաղում եք, ծաղրում եք, դա ճակատագրական ձևով դուք եք գնում այդ իրավիճակի մեջ, ձեր հարազատն է գնում այդ իրավիճակի մեջ, շատ դեպքերում ես տեսել եմ, մարդիկ կան, որ քննադատում են, թե ինչն է պատճառը, որ քու աղջիկը կամ տղան ամուսնալուծվավ, ինչն է պատճառը, որ երեխաներ կա, բայց հայր չկա, որովհետև բաժանություն է եղել ու մարդիկ կան, որ շատ վերևից են գալիս, մտածում են, թե այդ դժբախտությունը երբեք իրենց դրան վրա չի կապնի, նույնիսկ ծիծաղում են, եթե տան մեջ հայազատների մեջ մարդ է ծնվում ինչ-որ խնդիրներով, առողջական խնդիրներով, առատներով, այդ ընտանիքը դառնում է ոնց որ վդարանდი չեն ընդունում, բայց այդ հիվանդությունը չոքում է, այդ մեծախոսողների վրա, այդ բաժանությունը, այդ խնդիրները, մարդկային կյանքի խնդիրները մտնում է նաև այդ բամբասողների, ծիծաղողների, զբարդողների կյանքի մեջ և իրենք են հագնում այդ կաշին իրենց վրա, գիտես ինչ, շատ դեպքերում նման մարդիկ նույնիսկ չեն էլ հասկանում, թե ճակատագիրը տիեզերական բումերանգի օրենքը ինչպես է իրեն պատժում, նույնիսկ իրանք այնքան է փակված իրենց ուղեղը, որ իրենք չեն հասկանում, որ սա իրենց բամբասանքի արդյունքն է, սա իրենց մեծամտության արդյունքն է, որ իրենք կարծում են, որ ամեն դժբախտությունը իրենցից հեռու է, բաժանությունը իրենց երեխաներից հեռու է, առողջական խնդիրները իրենք երբեք չեն ունենա, տան խնդիրներ կամ պետական օրգանների հետ կապված բռնված տղա երեխա չեն ունենա, աղջիկ չեն ունենա, իրանց թվում է, որ իրենք սաղ կյանքը, ամբողջ կյանքը պետք է վայելեն, բայց երբ որ այդ դժբախտությունը չոքում է իրենց դեմ, իրենք նույնիսկ այդ ժամանակ չեն հասկանում, որ սա իրենց ծիծաղելու արդյունքն է, սա իրենց մեծամտանալու արդյունքն է, սա իրենց բամբասանքի արդյունքն է և իրենք մնում են հենց այդ նեգատիվի մեջ, շատ կա, ձեզանից մեծամասնությունն էլ գիտե, որ նման իրավիճակներ կա, երբ որ ծիծաղում ես մեկի թերության վրա, ծիծաղում ես մեկի առադի վրա, ծիծաղում ես մեկի ոչ ճիշտ դասավորված կյանքի վրա, եթե մարդը դժբախտ է, ինչ-որ խնդիրներ ունի, եթե մարդը երեխա չունի, դու ծիծաղում ես, քո երեխան է դառնում չբեր, դու գնում ես բժիշկների դուրը, նայողների դուրը, էքստրասենսների դուրը, որ հասկանաս, թե ինչն է պատճառը, որ իմ երեխան երեխա չի ունենում, որ բալիկիցն չի լսվում, որովհետև դու ծիծաղել ես այն մարդու վրա, ով որ բալիկ չի ունեցել, և հիմա բումերանգը գալիս է, քեզի կանգնեցնում է այն իրավիճակի վրա, որի համար դու այդ մարդու վրա ծիծաղել ես, շատ դեպքերում սիրելիներս մենք ենք մեղավոր ենք, որ նման իրավիճակների առաջ ենք կանգնում, մենք մեղավոր ենք, որ տեսնում ենք մեր երեխայի այդ վիճակը, մեր ծնողի այդ վիճակը, որովհետև շատ դեպքերում մենք մեծամտանալով, հպարտանալով, մեզ թվում է, թե մենք ամբողջ կյանքում գեղեցիկ ենք լինելու, երիտասարդ ենք լինելու, առողջ ենք լինելու, երջանիկ ենք լինելու, մենք չգիտենք, թե ճակատագիրը ինչպիսի խնդիրներ է բերելու մեր դեմը և մենք պարզենում ենք, ինչի վրա ծիծաղում է, դա մեր դեմը գալիս է, ես իմ ամբողջ պրակտիկայի ընթացքում տեսնում եմ դա, մարդը ինչի վրա ծիծաղում է, զբարդում է, բամբասում է, ինքը ընկնում է այդ էներգետիկայի մեջ, դրա համար չի կարելի բամբասել, չի կարելի զբարդել, չի կարելի մարդու վրա ծիծաղել, եթե կարող ես օգնել այդ մարդուն, եթե չես կարող օգնել, մի ծիծաղի, որովհետև 100% դու ընկնելու ես այդ էներգիայի մեջ և ավելի վատ ես ընկնելու այդ էներգետիկայի մեջ, այդ մարդը կհաղթահարի դուրս կգա, բայց դու չես կարողանա հաղթահարես դուրս գաս, քեզի համար կլինի լրիվ անելանելի, ինչի մասին չի կարելի նաև խոսել, սիրելիներս, բարեգործության մասին, շատ դեպքերում ինչի ասում Աստվածաշունչը, մեծ հեռը որ տալիս է, մյուս հեռը չպետք է իմանա,
Չի կարելի բարեգործություն անել եւ բոլորին պատմել։ Երբ որ բոլորին պատմում ես, այդ բարեգործությունը դառնում է 0, բացի դրանից բազմապատկվում է նեգատիվ էներգիայի հարվածը ձեզի։ Գիտեք ինչ, դուք որ անում եք մարդուն լավություն, բարեգործությունը կարող է մարդը մեկին տուն առնի, բարեգործությունը կարող է մարդը մեկին մի հատ կոնֆետ նվիրել, բարեգործությունը մարդը կարող է մարդուն ընկած ցեխի միջից ձեռքից վերցնե հանե, բարեգործություն կարող է մարդը հիվանդը գալիս է իր սայլակով դու վերցնում օգնում ես փողոցը անցնում է, դրանք բոլորը բարեգործության տեսակներ են, բայց երբ որ դու դա անում ես եւ մասսայական թմբահարում, քո այդ արած բարեգործությունը դառնում է քեզի համար ոսվոր գովազդի աղբյուր։ Այդ բարեգործությունը քեզ չի վերադառնում։ Գիտես շատ դեպքերում ասում են, ես մարդկանց այսքան լավություն արել եմ, այսքան լավություն եմ արել, ու թվում է, թե ինչ եմ արել, ում եմ արել, անուններով, ինչն է պատճառը, որ ես խնդիրներ ունեմ, Աստված իմ դեմը չի բերում։ Պատճառը այն է, որ դու անընդհատ թմբկահարում ես, որ դու բարություն ես անում, որ դու բարեգործություն ես անում։ Իսկական բարեգործները իրեն չեն էլ թողնում, որ նույնիսկ հեռուստացույցով ինչպես անունները երևա։ Իսկ կան մարդիկ, ովքեր որ Աստծուն հաճելի չի, դա չի համարվում բարեգործություն։ Դու դա արել ես քեզի բարձրացնելու համար, որ ցույց տաս, թե ես լավ մարդ եմ։ Իսկ բարեգործություն անող մարդը լռում է։ Երբ որ լռում է, այդ ժամանակ ինքը իր կատարած բարեգործության արդյունքը տեսնում է։ Ասում են գցում ես ջուրը եւ հետ է գալիս։ Բայց ճիշտ է, բարեգործություն անողը նույնիսկ չի էլ սպասում, որ ինչ-որ պետք է ինքը պատասխան ստանա, բայց ինչ-որ դու անում ես, ինչ-որ դու ներդրնում ես, անհնարին է, դիեզերք կարող է, դու չես խոսում, դու չես գովազդում, բայց դիեզերքը փոխհատուցում է, եթե ոչ քեզ, ապա քո շատ մոտ հարազատներին։ Շատ դեպքերում մարդիկ կան, որ ասում են, ես ինչ եմ արել, որ այսքան դժվարությունից կարողացա դուրս գալ, այս պատերազմից կարողացա փրկվել, մավանտուրն էի հասել ու հետ եկա, կարող է եւ դուք չեք արել, բայց ձեր հարազատների մեջ մարդիկ կան, ովքեր որ բարություն են արել եւ ձեր այդ բարությունը նման ձևով ձեզ է փոխհատուցվում եւ դուք էլ բարություն արեք, բայց միք մասսայականացրեք, միք շեպոր արեք, փչեք, ես այս արի, ես այն արեցի, չի կարելի։ Շատ դեպքերում տես նույնիսկ ես եթե տեսնում եմ, որ այդ մարդուն իմ աշխատանքը վճարով է, վարձատրով է, բայց ես ինքս որոշում եմ ում ինչ կարող եմ անել, ում ինչ ձևի կարող եմ անել իմ բարեգործությունը, բայց ոչ մեկին ասում եմ, ոչ մեկին ցույց եմ տալիս, ոչ մեկի անունն եմ տալիս, դա էլ պետք է լինի գաղտնի եւ պետք է լինի ի սրտե։ Բարեգործությունը պետք է ծառայի այդ մարդուն հասարակությանը, ոչ թե ձեզ գովազդելու, ձեր իմիջը բարձրացնելու, ձեր PR-ը բարձրացնելու համար։ Այսքանը սիրելիներս, եթե դուք կարողանաք այսքան խելամիտ լինել, կարողանաք ձեր փերանը փակել, կարողանալ հեռու մնալ զբարդանքից, ցտախոսությունից, ինքնագովազդից, փառամոլությունից, նաև անընդհատ խոսելու ցանկությունից ձեր բոլոր երազանքներն էլ կկատարվեն, ձեր բոլոր նպատակներ կկատարվեն եւ կիրականանան։ Այսքանը սիրելիներս, թող ձեր բոլոր երազանքները իրականանան։ Հաջողություն, ցտեսություն։